Բարի լույս բոլորիդ, բարի լույս իմ սիրելիներս։ Այսօր որոշել էի խմորեղեն պատրաստել, հենց Անձրև եկավ տեսակ և Անձրևը կամ մեծ ասեց Անահիտ ջան շատ ուրախացար։ Ինչպես եք ժողովուրդ ջան։ Նախքան բլոգը սկսելը ուզում եմ անձամբ շնորհակալությունս հայտնեմ բոլորից հետ։ Եվս մեկ անգամ, քիչ մեծ իրատրն առաջ բերեմ, մայրիկի համար, որ բոլորդ գեղեցիկ բառեր եք ուղարկում և կհավատակ ինքը նոր մի բան ասեց, ես ձեզանով իմ կյանքը ձեր շնորհիվ երկարում է։ Այո, երբ որ դու մեծին մեծարում ես, մեծ իրեն կարևոր ես զգում։ Գիտեք ինչ կապ չունի մենք մեծանում ենք։ Կարևոր որ մեր զավակները մեզ միշտ ասեն, որ մենք երիտասարդ ենք, մամ, դու շատ երիտասարդ ես, մամ, չասես երբեք այդ հոգնել բառը։ Դրա համար ես ուղղակի ուզում եմ ամբողջ աուդիտորիային ասել, որ եթե կնային երիտասարդ աղջիկներ, եթե կնային երիտասարդ տղաներ, մեծարեք ձեր մեծերին, մեծարեք, որ մեծարվեք։ Գիտեք, սրանք բառեր չեն։ Սրանք ուղղակի դուրս են գալի իմ հոգուց։ Շատ շատերին ճանաչելով ես գիտեմ, որ երբ որ մենք մեծանում ենք, մենք մի քիչ արգելակում ենք երիտասարդների կյանքը։ Այսինքն հաճախակի լինում է երիտասարդն ասում, եկեք գնանք միտեղ, ասես չեմ գալիս, բան ու իրանք էլ չեն գնում։ Նենց արեք, որ մեծերը չզգան դա, որ իրենք մեծացել են։ Իսկ մեծերն իրանց կողմից թող այնպես անեն երիտասարդներին, որ երիտասարդներն չզգան, որ իրենց ուսերի ծանրություն կա։ Սա է այսօր այն առավոտյան խոսքը սիրելիներս։ Հիմա ասեմ, կասեք Անահիտը նորից ասում է։ Այն օրը մեկը գրել էր Անահիտ, տիկին Անահիտ, ձեր տունը նայում են, ձեր խոհանոցը մաքուր, երեխեք, երբ որ մարդը ճաշ է սարքում, մաքրություն, գոյություն չունի, թափրտվում է, հետո նորից մաքրում ենք։ Հիմա ինձ պետրուշկաները պիտի մաքրեմ, սամիքը պիտի լվանալ մաքրեմ, չորացնեմ, որ կդնեմ սարցախցի։ Հեսա, ստեղ կտրատել եմ Սարաթի համար, 1000 մի բան, դե արի հիմա ասա, բանա, ինչա, մաքուրա կամ ես կովենքով, շողովուր ջան, պիտի ձեր հետևից վարկյանա, եթե ամեն վարկյան մեր հետևից մաքրենք, ճաշը կպատրաստվի 10 ժամում։ Դրա համար ինչ ենք անում, մոտավորապես ես մաքրում հարակում ենք, հետո արդեն հարցերը լուծվում է հետո մաքրում ենք, հաց ենք ուտում հանգիստիկ, 2 րոպե զրույց ենք տալիս ամուսինների հետ։ Սերժը բերել է իր հարևանի են Վենսան հենց մոտից, այս պամիդորները, լոլիկները, շատ համեղ է, ես այն տակ-տակ եմ սիրում, մեր վարունգն է, մեր պղպեղն է, մեր սոխն է, Ռեհանն ամերը բացի պետրուշկայից և սամիթից, պետրուշկան կարող է շատ մարդիկ չհասկանան, մաղադանոց, որովհետև գիտեմ, որ նրանք ովքեր վաղուց գնացել են Հայաստանից և ռուսերեն չգիտեն, պետրուշկան երեխեքան, մաղադանոց։ Սալատը պատրաստ է, ես հիմա գնամ բերեմ, սա դնենք մի կողմի վրա, որովհետև սա սպասում են երկար աշխատանք, սա մի հատ ֆիլմ կամ ինչ-որ մի հաղորդում կդնեմ և կնստեմ այսօր խոհանոցում, ես այն կմաքրեմ։ Խմորը բերեցի, ես արդեն քանիսն է ժամը, 12-ին 10 է պակաս։ Եկեք ամբողջը ազատեմ սեղանը, սոխը տապակել եմ, ժայրին է լուկի, լուչոչկի, Մեն անգամ մի բան եմ իշում, մեն անգամ մի բան եմ իշում, ես չեմ ասիս յարեղումներս, որովհետև որ ես երեք պամիդոր գնեցի, ես մեծ պամիդորները, եկեք սենց անենք, Վենսանի լոլիկները դնենք այստեղ, սա ես աղացած մսով կլծոն եմ, քանի որ ինքը լծոնված պահանջում է, սա թող տանի իրա գերոջ, այսօր ես նաև կմաքրեմ լոբին, որպիսի լոբին էլ չպչանա և ես իչքան ունեմ կդնեմ մարազիլկա հլը հարցնեմ Սերժը լոբի չի բերում, ոնց որ ես տարի լոբին այդքան չի եղել, նարիրա, դե ոչինչ, անցատարի ենքան լոբի էր եղել 100 կիլո Օ, նայեք ես է իչ լավը բարսացել երեխեք ջան, երեխաներ ջան
Շատերը սմուլայի վրա են բացում, բայց ես չեմ սիրում։ Ես ինձ բացում եմ իր պիցայի ալուրի վրա։ Տեսակ երեխեք, նայեք էլի։ Նայեք, ինչ գեղեցիկ խմոր է եղել։ Նրանք ովքեր կցանկանան իմանալ Անահիտի խմորի գաղտնիքը, կատակ եմ անում երեխեք, շատ այդ կասետարան են բլոգերներ են, որ գրում են գաղտնիքը, գաղտնիք չկա, ես ջրի տեղը ուղղակի բան եմ անում, կապ եմ անում երեխեք, սոխը մենք սիրում ենք շատ լավ գույնավոր տապակած, հիմա, պիցայի խմորը պետք է ձերանայի դեչկան բացի 3 մասի, հիմա մտածում եմ անգամ մի հատ չպանեմ աճարականի համար, ինչ եք կարծում, մտածում եմ իմ համար աճարական ունեմ, ուզում եմ մեծ պիցաներ պատրաստեմ, քանի որ մայրիկը սիրում է մեծ պիցա, ես մեկը փոքր էր, կավար փոքր չէ, փոքր ըստ ձերքիս քաշի, սա լավ, ես մեկն է մեծը, ոչինչ թող մեծը մի, մեկ մնացածը ոչինչ, ուրեմն 750 գրամ ալուրով ես 3 պիցա եմ բացում, դուք կարող եք 5-6 հատ բացել, եթե սիրում եք բարակ, ես ամբողջը պետք է գնա մեկ պիցաներ սիրելիներս, հանգամանքներն այդպես են, մտածում եմ անգամ, մտածում եմ և մտածում, փորձենք էլի, ինչ եք կարծում, մենակ բանդիր դնեմ, ինչ լավ է ճտում, մի հատ երկ մտքովս անցավ, այս չեմ երկի, ճտալ ասեցի, հիմա ինչ ենք անում, այսպես բացում ենք, մոզարելան, ոնց որ սուլիկունին են, էլի, շարժություն։ Եվ գնամ մի օր հայի խանութը գնեմ ես սրանից, սուլիկունի, բայց մոզարելան ավելի լավն է, խոսքը մեր մեջ, յոսքը մեր մեջ, ներվի մի պաշկան եկեք լսենք։ Իշքանով էր ճիշտին, այսօրվա խաչապուրին ստից առաջին անգամ երեխեք չեմ թաքցնում, բայց ինչ անենք, կարող է պատայի անուղները, սարկողներն ինձից լավ աղջիկ են, ինչ ասեցիք, վրացի կանայք, բարև Թբիլիսի, բարև Ժաննա ջան, մեզ նայում են նաև Թբիլիսիից և շատ ուրախ եմ, իմ երկրորդ, Հայաստանից հետո իմ երկրորդ սիրած պետությունն է եղել, միշտ քաղաքը Թբիլիսին է եղել, ասեմ էլի, այդտեղ գաղտնիք չկա, շատ եմ սիրում Թբիլիսին, սիրել եմ իրանց մենտալիտեն,
մենտալիտետ է, ասում մենտալիտետը սիրել եմ իրենց ոնց ասեմ ազատ են եղել երեխեք, ասեմ ձեզ Կովկասյան երկիր ա եղել, բայց շատ լավ մենտալիտետ են ունեցել։ Բասկետբոլի թիմի աղջիկներին հիշում եմ, այն ժամանակ ծխելը դա տաբու էր, այսինքն դա մի հատ ուրիշ երևույթ էր։ Մեր թիմի աղջիկերքը բոլորը ծխում էին, ռուսազգի աղջիկերքը, բացի հայերից մեկն էր ծխում։ Ես երբեք չեմ էլ փորձել, չեմ էլ մտածել անգամ, որովհետև դա ինձ չի եղել, ոչ ալկոհոլ, ոչ սուրճ, ոչ բան տեցել եմ։ Բայց ասեմ ձեզ, որ այդ վրացիները ուրեմն ինչը ինձ շոկի արեց, առաջինը պատմություն ա էլի իմ կյանքից դուրս եկանք, մեկի տեսնենք կանգնել են տենց մարզիչի հետ խոսելով ծխում են։ Երեխեք մարդիկ կան սենց կարող է բան նայեն, չէ, ես ես նայեցի ասեցի, պожалуйста։ Մեկ էլ մաման ու պապան եկան իրա հետևից, սենց տես պապիրոսը վերանը գնաց նստեց ավտում։ Պիտի այդ մարդն անի, թաքուն ա անում, թե ծնողին մոտ, ավելի լավ չէ ծնողի մոտ նանի, ծնողն էլ տեսնի։ Ինչ ասեցիք։ Նկատողություն որ անի, թե կամ թաքուն պահի, գիտեք չէ, ինչը գաղտնի ա, ասում է ինչը գաղտնի ա, դա ավելի քաղցր ա։ Արգելված պտուղը քաղցր ա, չէ՞ լինում միշտ։ Դա դրա հետ կապ չունի, բայց արգելվածը միշտ հենց արգելում ես, ասում ա, ինչ լավ ա, սպասյալում։ Երեխեք, ես էլ աճարական ա եղավ։ Գիտեք ինչ անեմ երեխեք, եկեք սրա տակ, ես ծակոտիներով ա, բայց ոչինչ, կարող ա չկտնի, ինչ իմանամ։ Սրա վրա ես գիտեմ տեսել եմ, գիծետ անեմ, որ լավ փայլի, մեկ էլ տեսել եմ, որ աղացած պանիր եմ լցնում, դա էլ եմ տեսել եմ, դերա եկեք հիմա արդեն անցնենք տեսակավորմանը։ Հիմա ես հարց եմ տալիս ձեզ, խոհանոցում եք և պատրաստում եք ճաշ, ինչ եք կարծում, սիրելիներս, ձեր խոհանոցը սենց չի լինում, ինչի ենք ձևեր թափում։ Գնամ դուրս տեսնեմ ոնց է եղանակը, թե զարում հանցուտենք։ On va manger dehors, il fait beau dehors, Sergio. Hein? Մի բան ասում, նրանք ովքեր ապրում են մեր քաղաքում, երկեր չեն համտեսել երեկվային ցույց տված եմիշը, դեղին է, որ ցույց տվեցի նայեք վլոգի մեջ, դեղին քյարթ-քյարթ մարոկի եմիշը, երեխեք ոնց որ Տաշկենտի եմիշն ուտեք, գնացեք գնեք դա, չգիտեմ Գրանֆրեում կա, ձեր մոտերը, բայց շատ համեղ է, քաղցր, կտրում եք մեջը կանաչ, հեսա, սա է, կանաչ, Նրանք ուզում եմ ավլեմ 750 գրամ ալյուրով պատրաստեցի երկու մեծ պիզա և մի հատ էլ են խաչապուրից, անունը անտա դրա մորանն է։ Ոյ ես էլ իշն եմ ասել, հայ, ծիտիկներ։
Ահա պիցան, ողջույս։ Ահա մեր պիցան, սիրելիներս։ Ապա, ինչ եք կարծում։ Սա պիցա չի, սա ուղղակի հրաշք է։ Թողա թե պիցայանոցներից դա պիցա ենք ուտում։ Սերջո։ Գիտեք ինչի չեմ կարող սենց անեմ, որովհետև միացել եմ շարժողը և ես չմոռանամ, որ մենք ունենք պիցա մեր մեջ միած սառը ջուր։ Դա Բարյախոժակ բոլորիս։ Բարելուր ժողովուրդ ջան, այսօր հաջորդ օրն է, ես ես Չակերտավոր խաչապուրին, դա խաչապուրը էլի հացը պանիրը, տեսակ սարքեցի, շատ համեղ է, կհավատաք, դաժե հացի տեղ կարող եք սա անել, դնել սարցախցիկը, հանեք վերջին րոպեին, թող մի կես ժամ հետ գա ու դնեք ջեռոցը, կլինի ձեզ հաց և պանիր, և բանջարեղենի հետ ուտեք, ամեն օր չէ իհարկե, բայց շատ լավ է ստացվել, մանավանդ որ դուք ինքներդ եք պատրաստում։ Սա էլ Գորիսի լոբին Ֆրանսիայի այգում։ Բարելույս սիրելիներս, բարելույս բոլորիդ, ինչպես եք, հուսով եմ, որ ամեն ինչ նորմալ է ձեր մոտ, ես մայրիկին տանում եմ Վարսավիրանոց, արագ վազքի մեջ, հիմա ինչ եմ անում, ասեմ, որ 3 առաջվա բլոգը, 2-3 օրվա առաջվա բլոգը սիրելիներս խափանվեց տեխնիկական պատճառներով, ներող եղեք, ոչինչ, մեծ բան չի, կարևորը նայել են, իմ հետևորդների բոլոր արդեն գիտել են 2600-2700 հոգի հիմնական հետևորդուհիները, այնպես որ հոգ չի, թող մի օր էլ չլինի, համարենք թե չի եղել։ Շամպունը դվերցրել ես։ Չէ, պետք չէ։ Դե լավ, այսօրվա մենակը, դիգամ ներկեմ հետո մազերը։ Երկունը, հետո լողանա։ Հետո բանը, մազերը դի ներկեմ, որ ներկեմ է ժամանակ արդեն։ Ահա սիրելիներս, ես ու մայրիկը գնում ենք Վարսավիրանոց, մեր մոտ այսօր հրաշալի եղանակ է, իհարկե հրաշալի չեմ կարող ասել, մռայլ, մի քիչ հովոտ, բայց տոթա։ Չի անաչան, տոթել չես, ես Սերն քայլեցի։ ասում է, որ քայլում ես, մի քիչ արժվում ես, այսպես քրտինքը տալիս է վրետ, Դե ինք աշխատում է ֆիզիկական դրամ, շա։ Իսկ ո՞նց էր քայլելու ժամանակով էր։ Շատ, լավ, շատ։ Դե որ արել չի եղել քայլում 20 րոպե քայլեցի։ Մալադեց, ապրես։ Ես ինչ լավ դուխ ես Դե Իմ դուխուն խեղտեց։ հաղթեց, Խեղտեց իմը բանը, Անայիս էր, ծաղիկներ, իսկ քոնը տիկին սաթենիկ։ Գնացեք խնդրում եմ Գերմանիա թե Անգլիա, անգլիական մեքենա։ Գնանք Անայ ջան։ Գնանք մամ ջան, գնանք մազերդ կտրենք, գանք շարունակեմ ես իմ գործը։ Ես այսօր Սերժին ասեցի, որ կաբաչկաները մոռացել եմ, մամ, չէ որ ես շատ եմ սիրում այդ վլուտեդը կուրժետը կաբաչկայով վիլուրնի սուպեր։ Ես այսօր մի քանի կտրտում եմ, բարով այդ կանաչ հետ իրա կեղևով եմ կտրտում, անենց կանաչ գույնի սուպ անում, Սերժն ասում է մատխաշա։ Կեղևը չի մաքրում, գիտես, ու պրիտոմ բերնա, վիտամինները լրիվ կեղևի մեջն են։ Լավ կլվանամ, կչորացնեմ,
Այնօր հետ եմ հիշում, վարունգը որ մենք կպչում էինք, մենք կլեպները դնում ենք որպես մասկա ենք սարքում։ Դե պատկերացա թե եթե կլեպի մեջ էդիչկան վիտամին կա, ինչ բուժիչ հատկություններ կա, որ կարողանում է մաշկը ինչ որ Այո, շատ ճիշտ ես ասում։ Այսօր դրա համար Սերժին ասեցիք մի քանիսը կկտրտեմ դնեմ սարցարը խցիկ, որովհետև արդեն մառազինկայի մեջ չկա բան էլ արդեն ուժեր չունենք։ Փակեմ քոնը որ չխփի։ Ինչպես միշտ ձեր սաթիկ տատիկը, սաթիկ մայրիկը 40 րոպե առաջ պատրաստ։ 40 Այդ աղջիկա մոտ որ գնում ենք, դե մեղադրելը չի լինի, ինքը մենակ է աշխատում ու լիքը ժողովուրդ կա։ Միշտ ժամանակին չենք նստում, բայց ոչինչ, այսօր 1:30 է, կարող է պատահի մարդիկ հաց են ուտում, այդքան չկան, հիմնականում ճաշից հետո լավ, թե չէ ամսի վերջին շատ ուշ կլներ։ Հա, բայ ես հիշեմ այդ մի հատ անյուլի Ազդում է որ մի քիչ շատ է երկարում։ Հիմա այնքան նշանակատ եմ եղել անայջան, ամեն ինչն էլ ինչ որ ավել է լինում, պակաս է լինում։ Որպեսզի ինձ համար ավելի հաճելի լինի, դրա համար ճիշտ ժամանակին ենք գնում։ Մազերիս վիճակը։ Ոչ կներկեմ ուղակի սպասում։ Այսօր լավ է, մամ, գիտես, այսօր Անայդ մտնենք ինտերմախշեն, սոկ առնենք։ անպաճ։ Դեղնես լավ սոկեր է լինում, հա։ Մանգոյի բանի։ Մեկ է ծիրանի քեզ դու սիրում ես, ավել ծիրանը լավ է Հա, ծիրանի, այն անգամ ծիրանը եղել շատ հաճելի է, շատ լավ։ Նրանք ովքեր չեն կարողանում ջուր խմեն, տարեց կանանց խոսքս վերաբերվում։ Մի քիչ Այսօր բժիշկները օշարակ է սխալվում հետը, հա։ Օշարակից բացի մեր Հայաստանում կան շատ լավ հյութեր։ Բժիշկն այսօր ինձ ասեց բանը կես շիշ սոկը ու մոտ մի լիտր ջրի հետ խառնում եք, որպեսզի համ տա եւ գույն տա եւ այդպես ավելի լավ է։ խմբղի է։ Էդել եմ արել կեշիշը։ Լավ է սարի, բայց եթե թթվայնությունն է, կարող է թթվայնություն Իսկ բարձրանալ։ քաղցր չէր, գիտես այդ թթուր։ Գիտեմ, իսկ ես օրինակ ես հիմա վախենում եմ։ Բայց հաճելի է որ խմեք, կարողանում ես ջուրը խմես, էլի, հա։ Այո, դրա համար խառնում եք ջրի հետ, խմում եք եւ ավելի հեշտ է լինում ձեր համար ջուր խմել համարը, որտեղ մենք չենք զգում, բայց ջրազրկվում ենք, բոլորս է ջրազրկվում ենք։ Մարդկա մաշկերն է չորանում, մարդկա բանը Մեզել ինֆեկցիա է անում, մեզածորանի ինֆեկցիա, մարդկա գլուխն է պտտվում, մարդկա ոտքերն է ուռում։ Այսօր բժիշկնից բացատրում էր թե ինչ էր ալինում, հեռախոսով զանգեցի, ասեց դա չի զգացվում, բայց դա ասեց հաճելի երևույթ չի։ Աշխատեք խմել։ Գիտեք ինչ եմ ուզում ասեմ, Անայդ ջան։ Ասեմ։ Բոլորին է վերաբերվում, բոլոր ջահելներին։ Շնորհակալ եմ ես իմ երեխեքիս այս սերունդի, որ անմնացորդ նվիրվում են իրանց ծնողին, իրանց մեծերին։ Դաժե չեմ համարձակում շատ ժամանակ ասեմ ինչ-որ միտեղս ինչ-որ տկարություն ունեմ կամ ինչ-որ կարիք ունեմ։ Կայնած են երեխեքս բոլորը։ Դու ինքդ պետք է լինես քո բժիշկը։ Ես այն անգամ բոլորին բացատրեցի, որ դու պետք է լինես քո մարմնի, քո կյանքի մայրը, ուշադրություն պետք է դարձնես քո վրա, պետք է զգաս թե ինչից է որ ինչ-որ քո մոտ ինչ-որ տկարություն կա։ Էդ է, կյանքն է դա, ձեր ցավը տանեմ, Բալա ջան, շնորհակալ եմ քեզանից էլ բոլոր ուշադրություն դարձնողից էլ, բոլորդ էլ սովորեք։ Մարդը թիթերի կյանքը մարդը կա։ Էդ է, պետք է զգուշ լինես, որ ապրես, վայելես ես ճկնակ գեղեցկությունը։ Էդ է հասնում, բոլորն էլ զգան, որ ոչ մեկն էլ հիմնական չի։ Անայդը երկար կարդում է ձեր այդ խոսքերը, ձեր այդ գեղեցիկը, պատասխանները, գնահատականը, որ ընդունում եմ ես, զգում եմ, որ ինչ-որ պիտանի եմ եղել կյանքում, պետք եմ եկել և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ ինչ-որ մի բան թողեք ձեզանից, մի բան թողեք ծնողին, մեծերին, հարևանին, բարեկամին, կարիքավորին, օգնեք։ Դա է մնում մենակ ձեր հաճելի լինելու համար, ձեզ հանգստի համար, որ դու կարողանաք հանգիստ քնեք։ Գիտեք ինչ, մարդը երբեմն պետք է կանգնի հայելու առաջ։ Հայելու առաջ, ու պիտի նայեք դուք այդ հայելու միջի անձնավորությանը։ Երբեմն դու քեզ խաբում ես, նայում ես, չես կարողանում այդ մարդու աչքերի մեջ ճիշտ նայես։ Աշխատեք ճիշտ նայեք, աշխատեք ուղիղ նայեք այդ հայելու միջի անձնավորությունը, որ ինքն էլ է ձեզ նայում, հանկարծ սխալներ թույլ չտաք։ Ցանկանում եմ, որ մաքուր աչքերով նայեք այդ հայելու միջի անձնավորությանը։
Այո։ Ցանկանում եմ ձեզ Դրա մեջ շատ բան կա թաքնված գեղեցիկ խոսքի միտք։ մեջ։ Նայում ես այսօր երկուշաբթի շաբաթը աչքերը չես փակում բացում, եկեցես արդեն մի շաբաթ է գալիս։ Անցնում են, թռնում են օրերը։ Բռնեք երկու ձեռքով, որովհետեւ ինքը դանդաղ գնա։ Այսինքն հաճելի բաներ կատարեք, հաճելի միջոցառումներ, մտքեր, գեղեցիկ պատմություններ պատմեք մեկը մեկի, ուրախացրեք, ծիծաղեք, երգեք, պարեք, երբեմն ստեղծեք այդպիսի հնարավորություններ։ Ձեզ ես սիրում եմ անչափ, որովհետև գիտեք ինչ կա, ես ցնցված եմ այս թվի վրա։ Այդ կարճ ժամանակահատվածում կարողացել եմ այդքան մարդկանց ուշադրություն վերցնեմ ին վրա։ Ուրեմն ես հբարտ եմ, ուրախ եմ եւ երբեմն իմ մեջ լրվում եմ, թե արդյոք ես կարողացել եմ հաջող պատճառեմ յուրաքանչյուրին։ Շնորհակալ եմ դրա համար, ձեզանից անչափ եմ Մենք ենք շնորհակալ։ շնորհակալ քեզ մամ ջան, մենք ենք շնորհակալ, Համբերում եմ ձեզ, սիրում եմ, սիրում եմ ձեր ցավը տանեմ։ Տղեկ ջան, իմ անուշ տղեկ, դուք էլ ուշադիր լսեք ձեր ընտանիքի, լսեք ձեր բալիկներին, լսեք բոլորին, ուշադիր լսեք։ Այդ լսելն էլ երբեմն գիտես ինչ կա, ուշադիր լսելուց հետո ինչ որ մի բան արթնանում ձեզ մեջ։ Լսեք մեկը մեկի, սիրեք, հարգեք, համբերում եմ ձեզ։